Կյանքը լավը կլի, եթե չիմ նորմալ ունի։ Մեր ժողովրդին մի ասում են բղանից գյուղում 50 տուն է, թե 100 տուն են կառուցում։ Մարդ կա իր հորտանն էլ չի մնում, ինքը Երևան ապրում։ Ծրագիրը տվել են նրան, ով այնքան ասենք տղա ունի, երեխա ունի, ուզում է Մոսկվա ապրի, գալիս է իր համար տուն է շինում։ Իսկ գեղամը կարող է մարդ կա հիմի տանը 3 տղա ունի, ամուսնացած չեն, հեկուտ նրան տուն է պետք է։ Նրան տուն չի հասնում, ասում է դեռ ամուսնացած չի, ծրագրի մեջ չեք։ Մեկն էլ ամուսնացած Երևան ապրում է, եկել 3 տուն է շինում։ Ես էլ ավազ եմ մաղում, որ մի քանի մանեթի տամ ապրիմ, յոլա գնամ։ Էնա, դենը պահի մի հատ, չորը անտառ ասախ, թույլ չեն տալի, մի կտոր թուղթ չեն տալի ժողովուրդը հետ բերեն։ Նայ ոդի վրա չորացել է, են հեմնում ասում են, կամիս են գալիս է ժողովանում, ասում է թող փայտփորի գնուտ է։ Ժողովրդին չեն տալի, էսա եկել է հունվարից առաջ մի ամիս դոկումենտ են տալ, ասել մի ամսը բերիք, ոչ վсё, պրծավ դեր գործը։ Մի երկու հատ էլ են անդեր են եկել, սաղորո այդ YouTube-ով բանով խոսում են, բնապահպանն են։ Գնացինք ասմասարն բռնեցինք, մի քանի կոճղ էին կտրել, որ բանը պետք է են չեն տենում։ Եղածին կարող է մի աղքատ մարդ գնացել է կացնով մի քանի փետա կտորել։ Այդ տենում են, իսկ ուրիշ բան չեն տենում։ Գնում են գալի ամեն օր հաղորդում, որ անտառը կտրեցին։ Լա մի հատ դուս եկեք գնացեք դեք ինչ վիսկի անտառ ունենք։ Սրանից 10-20 տարի առաջ կտրող, որ են ասում են անօրինակ անկտրեին։ Այն հենց անտառ դուս է եկել, չես կարա միջով նանց կենաս։ Մի մեծ ծառա, ասենք, չեն թողում կտրեն, ասենք պետականորեն կտրեն, ժողովրդին տան, որ այդ ծառի տակին 100 ծառա դուս գալի։ Ոդի վրա չորացած ծառերը, ասում է թող փայտփորի գնուտը, ձեր չի տակ, ժողովրդին մեկ տա, թողեք դենց անտառում մնա։ Էս ասայ գազը գնում է 15 մետր, կարեմ չեմ քաշեմ, մետրին 6000 դրամ է ինչա, որ տուն հասցնեմ գազը ստեն։ Այս գյուղը որ այս գազերը քաշեցին, միջի հարուստներին, գեղի, գյուղսովետ իշխատողներին, սաղի տունը անփող գազ քաշեցին։ Ասին սկզբնական 50 տուն ծրագիր կա, անփող։ Այս մնացածը թող կտորվին։ Մարդ կա հիմի այն դիմաց թաղումը 200 մետր 6000 դրամով պետքա գազը մետրեն տանի իր տուն։ Բայց որ գլխավոր մագիստրալը տանեն տանից գոնե մի 5-6 մետր ալի մարդը կքաշե գազը։ Դե Զաղ գեղը հոնակ ծել կարալյու։ Մի տոչկա չկա ժողովուրդը տանեն մի հիմնարկ հանձնեն։ Այսօր մինը 50 կիլո հոնա հավաքել։ Չի կարեմ տանի հանձնել, ոչ մի տեղ։ Հոնարն ունալ գալիս է ձեռներս է կանգնում ասում 250-300 դրամով եմ տանում, բայց որ մի հիմնարկ ալի ասենք ընդունման կետ, ամեն էկող, ամեն ընտրությունից առաջ էս ենք շինում, ունիվերմագ ենք շինում, ընդունման կետ ենք շինում, ոչ մի բան էլ չկա։ Ժողովրդից գալիս են բաները, առտուրականին, ասում է քաղե հոնը գալու եմ տանեմ, 2 օր չի գալիս հոնը փչանումա ոչ կնեն ասում որ մի քանի լիտր հողի անեն, էտա։ Իսկ որ կետը լին թունման, մարդիկ են իրանց կարտոշկայա, պոպոկա կտանեն կհանձնեն, ժողովրդի համար լավ կլի։ Ոչ մի բան ասում են, լավ բան ես ասում, ասում են, ինչ ես կամերայի ղաքին խոսում ավել, լավ վատ բան ես ասում, էլի նույն բանն են ասում։ Հիմի սաղ սարերը ապրանքա տարել են մարդիկ պահում են, պաները ասենք ընդունման կետ չկա։ Մարդիկ բոճկենած դես են տանում, դեն են տանում, հեռախոսով ռեկլամ են անում պաներ ունենք։ Բայց որ մի կետ լի մարդիկ կբերեն կացնել կհանձնեն, իրանց պաներն էլ կհանձնեն, էտա ինչ ասեմ։